Կարապետյանի գործով դատական նիստը 3 հետաձգվեց, ինչ սպասում ունեք, հույս ունեք, որ այսօր ազատ կարձակվի։ Իհարկե հույսը միշտ կա, քանի որ այս գործը իրականում բոլոր իրավաբանների գնահատմամբ անօրինական է եւ այս գործը որևէ իրավական հիմք չունեցող գործ է, մենք հույս ունենք, որ վերջի վերջո արդարությունը կհաղթի եւ այսօր Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի, քանի որ նրա անազատության մեջ լինելը իրականում ամբողջովին տրամաբանությունից դուրս է։ Ինչ եք կարծում, իշխանությունը վախենում է, որ նրան շարունակում է կալանքի տակ պահել ու կոնկրետ ինչ հանգամանքից է վախենում արդյոք այն հանգամանքից, որ Սամվել Կարապետյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել։ Իրականում այս մեկ ամսվա մեր ձևով շարժման գործունեությունը ցույց տվեց մի փաստ, որ ժողովուրդը բարձր է գնահատում Սամվել Կարապետյանին եւ իր թիմի գործունեությունը եւ Սամվել Կարապետյանը կարող է դառնալ այն ուժը, որը որ կարող է միավորել բոլոր մարդկանց, որոնք որ դժգոհ են այսօրվա իշխանությունների քաղաքականությունից։ Միգուցե եւ դա է պատճառը, գրեթե համոզված եմ, որ դա է պատճառը, որ այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ եւ բառի բուն իմաստով նա համարվում է քաղբանտարկյալ։ Դուք այս ընթացքում մեր ձևով շարժման անդամների համակարգողի հետ շրջում եք մարզերում, ինչ տպավորություններ ունեք այդ հանդիպումներից, ինչպես են իրենք գնահատում ձեր շարժման պոտենցիալը եւ ինչ խնդիրներ կան, որ այդ մարդկանց հուզում են։ Մենք շրջում ենք մարզերով, ինչպես դուք նշեցիք, եւ ստանում ենք մի այնպիսի ընդունելություն, որը անգամ չէինք էլ ակնկալում։ Մարդիկ շատ մեծ հույսեր ունեն մեզ հետ կապված եւ դա բնական է, քանի որ այս 7 տարիների ընթացքում ներկայիս իշխանությունը բերեց մի կետի, երբ տրվեցին խոստումներ եւ 2018 թվականին եւ 2021 թվականին տրվեցին խոստումներ, որոնք բացարձակապես չիրականացվեցին, այլ իրականացվեցին անգամ ամբողջովին 180 աստիճան հակառակը։ Այդ մասով մարդիկ շատ մեծ հույսեր ունեն, որ Սամվել Կարապետյանի ուժը կդառնա այն հենակետը, որը որ կբերի խոստումների եւ այսինքն խոստումները եւ գործերը կհամընկնեն։